Վճարել թե չվճարել կարմիր կապույտ գծերում մեքենաները կայանելու համար։ Որն է հոգեպես ավելի ազնիվ, երբ վարչական դատարանը երկրորդ անգամ անվավեր է ճանաչել քաղաքապետարանի որոշումը, որով շեշտակի բարձրացել է կարմիր կապույտ գծերում կայանելու վճարը։ Անվավեր ճանաչված նորմատիվ իրավական ակտը ուրեմն իր ուժը կորցրած է ճանաչում այն անվավեր ճանաչելու մասին վարչական դատարանի դատական ակտի պաշտոնական հրապարակման պահից։ Քաղաքապետարանի թանկ որոշման դեմ վարչական դատարան հայց էր տարել Մայր Հայաստան շարժումը, որի ղեկավարը վարորդներին հորդորում է չվճարել նույնիսկ 1 ժամ կայանելու համար 300 դրամը։ Դատարանն իրենց տվել է այդ իրավունքը։ Տուգանվելու դեպքում վարորդները կարող են բողոքել Երևանի քաղաքապետարան, նույնիսկ դիմել դատարան։ Իրենք պատրաստ են օգնել վարորդներին այդ հարցում։ Եթե դատարան դիմելու խնդիր առաջանա, այդ դեպքում էլ մենք կօգնենք քաղաքացիներ։ Երևանի քաղաքապետարանից պնդում են, որ տարեկան, ամսական, օրական բարձր սակագները շարունակում են ուժի մեջ մնալ ԱԵՎԲ գոտիներում։ Քաղաքապետարանի խոսնակն է Facebook-ի իր էջում գրել, որ Մայր հայաստանցիների հայտարարությունները մոլորության մեջ կարող են գցել վարորդներին։ Իրենք չեն ուզում հետ կանգնել այդ որոշումից, բայց մենք դատական բողոքարկման կարգով գնալու ենք մինչև վերջ։ Կարմիր գծերում կայանելու համար քաղաքապետարանի սահմանած գները անվավեր ճանաչելուց հետո Մայր Հայաստան շարժման հայտարարությունները լսել են իրենց մեքենաները կարմիր գծերում հաճախ փարքինգ անող վարորդները, բայց դեռ ռիսկ չեն անում առանց վճարելու կայանել մեքենաները։ Էլ չեմ փորձել, բայց կփորձեմ աստեղ, չվճարեմ։ Եթե ավելնորդ գումար է, ոնց որ վեկալում են, թե չմնացածը նորմալ է։ Եթե չեն վճարելու, չի վճարվելու, չենք վճարելու, խի վճարենք։ Գտնում եմ, որ դա շատ ճիշտ որոշում է։ Ոնց մարդիկ սկզբից 12,000 էին վճարում, այդ ոնց եղավ, որ միանգամից դարձավ 160,000 դրամ։ Այդ ինչ թիվ է, այդ որտեղից գտան այդ թիվը, ինչի համար, որպես ինչ։ Երևանի կենտրոնը խցանումներից բեռնաթափելու նպատակով էր քաղաքային իշխանությունը որոշել շեշտակի բարձրացնել կարմիր գծերում կայանելու վճարը։ Վարորդները պնդում են, որ դա որևէ օգուտ չի տվել, պիկ ժամերին մայրաքաղաքի երթևեկությունը շարունակում է ծանրաբեռնված մնալ։ Ինչ բեռնաթափել, ինչի մասն է խոսքը։ Սրանք ուղղակի հերուրանքներ են, տարածում են, որպեսզի մոլորության մեջ գցեն ժողովրդին։ Չէ, քաղաք չի կարա բեռնաթափել, քաղաքի համար այս մեքենաները շատ են ահավոր։ Առանց վճարելու Մայր Հայաստան շարժման անդամներն արդեն սկսել են կայանել իրենց մեքենաները կարմիր գծերում։ Սպասում են, եթե տուգանվեն, դիմելու են քաղաքապետարան, եթե տուգանքը չչեղարկվի, դիմելու են դատարան, որպեսզի այն բեկանվի։ Պլանավորում ենք անձամբ այսպես շփվել վարորդների հետ, իրազեկում իրականացնել եւ մարդկանց տեղակ պահել, որ այսպիսի որոշում կա։ Թևանյանի խոսքով, երբ վերջնական ուժի մեջ մտնի վճարովի կայանատեղիների նոր գները երկրորդ անգամ անվավեր ճանաչելու վարչական դատարանի որոշումը, մարդիկ կարող են դատական հայց ներկայացնել քաղաքապետարանի դեմ, պահանջելով իրենց վճարած փողը։ Էդգար Ղուշչյան, Նորայր Շարբաթյան, Հայլուր։